Էլեկտրամեքենաներն աշխարհում աստիճանաբար ավելի մեծ պահանջարկ են վայելում, իսկ դրանց տարածման գլխավոր նախապայմանը զարգացած լիցքավորման ենթակառուցվածքն է։ Հայաստանում ևս այդ ուղղությամբ նոր քայլ է արվում։ Շտիգենն ու Շենդոն High Speed Group-ը համագործակցության պայմանագիր են ստորագրել երկրում ազգային արագ լիցքավորման ցանց ստեղծելու նպատակով։ Ծրագրի առաջին փուլով նախատեսվում է կառուցել 50 արագ լիցքավորման կայան։ Նախաձեռնության հեղինակների խոսքով դրանք պետք է ապահովեն էլեկտրամեքենաների վարորդների համար ավելի արագ, հասանելի եւ հարմարավետ լիցքավորման հնարավորություն, ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության տարբեր ճանապարհային ուղղություններում։ Հիմնական խնդիրը, որ մենք այս համագործակցությամբ փորձում ենք լուծել եւ լուծելու ենք, դա ենթակառուցվածքային մոտեցումն է, ոչ թե ամենալավ խաչմերուկներում լիցքավորիչների տեղադրումն է, այլ համակարգային երկրի տարածքով այնպիսի ենթակառուցվածքի ձևավորում, որը թույլ կտա մատչելի, հասանելի եւ որակյալ ծառայություններ մատուցել եւ դրանով իսկ ավելի նպաստել էլեկտրական տրանսպորտի զարգացման տեմպերին։ Նախագիծն իրականացվում է հայկական Շտիգեն ընկերության եւ չինական Շենդոն High Speed Group-ի համագործակցությամբ։ Վերջինս ենթակառուցվածքային խոշոր նախագծեր իրականացնող միջազգային ընկերություն է եւ կողմերը վստահեցնում են, այս գործակցությունը կարող է նոր խթան հաղորդել Հայաստանում էլեկտրական տրանսպորտի զարգացմանը։ Luckily, we found him at the Hank Stiegen. Yeah, I think with our Մինչ պայմանագրի ստորագրումը երկար աշխատանք են տարել չինացի գործընկերների հետ, պատմում է Հայկ Շեկյանը։ Այս ընկերության հետ մենք մի քանի փուլով ենք նախատեսում համագործակցությունը, որովհետև ընկերությունը հզոր է, ունի ռեսուրսներ, փորձ, կարողություններ եւ մեծ ամբիցիաներ Հայաստանում։ Մենք նախատեսում ենք եւ ունենք նախնական պայմանավորվածություններ հողմային էներգետիկայի զարգացման ուղղությամբ եւ ներդրումներ իրականացնել, այսինքն Հայաստանի էլեկտրական ցանցերի վերազինման ծրագրերին մասնակցել։ Հիմնական այդ երկու ուղղությունները։ Պայմանագրի ստորագրման արարողությանը ներկա էր նաև Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյանը։ Սա բավարարելի է այն, որ ենթակառուցվածք ենք ունենալու էլեկտրական մեքենաների լիցքավորման համար, սա բավարարելի է նաև էներգետիկ ավելցուկը, որ այս պահին ունենք եւ սպառելու կարիք ունենք ցերեկային ժամերին։ Հետևաբար ինքը շատ դրական կանաչ ներդրումային ծրագիր է։ Վերջին տարիներին Հայաստանում աճում է էլեկտրամեքենաների թիվը, իսկ դրա հետ մեկտեղ նաև ժամանակակից լիցքավորման կայանների պահանջարկը։ Նախաձեռնության հեղինակները վստահ են, ազգային արագ լիցքավորման ցանցի ստեղծումը ոչ միայն կհեշտացնի արդեն իսկ էլեկտրամեքենա օգտագործողների առօրյան, այլև կխրախուսի նոր վարորդների անցումը էլեկտրական տրանսպորտի։ Առայժմ մեկնարկում է ծրագրի առաջին փուլը 50 արագ լիցքավորման կայանի կառուցմամբ։ Եթե այն իրականացվի նախատեսված ժամկետներում, ապա Հայաստանում էլեկտրամեքենաների օգտագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները զգալիորեն կընդլայնվեն, դառնալով երկրի կանաչ տրանսպորտային զարգացման հերթական քայլերից մեկը։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։